Եկեղեցու դեմ հարձակումը անցել է մեկ այլ փուլ։ 3 սեպտեմբերի 15-ին քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է անցկացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև թեմի առաջնորդարանում։ 12 քահանաներ բերման են ենթարկվել քննչական կոմիտե։ Այսօր նրանցից 2-ին արդեն կալանավորել են։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին 2 ամսով, Տեր Գարեգին Արսենյանին, Արագածոտնի թեմի դիվանապետին 1 ամսով։ Այս գործողությունների հիմքը եղել է իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հաղորդումը, ինչպես նաև Տեր Արամ քահանայի սեպտեմբերի 16-ին հանրային հեռուստաընկերությունում հնչեցրած հայտարարությունները, որտեղ նա նշել է, որ 2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Վերադասի։ Եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների քաղաքական ենթատեքստը եւ պատճառները ավելի հստակ հասկանալու համար Եվրոմեդիա 24-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Սա իհարկե այն process-ի մասն է, որը մենք տեսնում ենք արդեն մի քանի ամիս շարունակ։ Այդ process-ը իմ գնահատմամբ ունի 2 հարթություն, մեկը ներքաղաքական, մյուսը, որը ըստ իս գլխավոր շարժառիթային հարթությունն է, աշխարհաքաղաքական։ Եվ Նիկոլ Փաշինյանը փորձելով տեղավորվել այդ աշխարհաքաղաքական համատեքստի մեջ, ելնելով իր ներքաղաքական խնդիրներից, նաև փորձում է առավելագույնը քաղել հենց ներքաղաքական իմաստով, քանի որ հասկանում ենք եկեղեցին բավական ազդեցիկ կառույց է հասարակական կյանքում, եւ այդ ազդեցիկ կառույցի հանդեպ վերահսկողությունը բնականաբար կբարձրացնի ներքին ներքաղաքական պայքարում Նիկոլ Փաշինյանի իր համար ցանկալի արդյունքի հավանականությունը, իսկ այդ արդյունքը հասկանում ենք իշխանությունը պահելն է, առաջիկա խորհրդարանի ընտրությանը։ Նրա խոսքով հայ առաքելական եկեղեցու թիրախավորումը չի սահմանափակվում միայն ներքին քաղաքական դաշտով։ Մասնակցում են նաև միջազգային գործոններ, մասնավորապես Ադրբեջանը եւ Թուրքիան։ Այս գործողությունները, որ այսօր ծավալվել են իրավապահների մասնակցությամբ, հաստատի հաջորդում են Փաշազադեի հերթական մեղադրանքներին, որը նա հնչեցրել էր եւ սա եւս ուշադրության արժանի հանգամանք է, հնչեցրել էր Միացյալ Նահանգներ կատարած իր այցի ընթացքում, այնտեղ իր հանդիպումների ընթացքում, իսկ հանդիպել էր հրեական սինագոգի ներկայացուցիչներին, հանդիպել էր այլ կրոնական կազմակերպությունների, նաև քաղաքական այլ շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այստեղ խնդիրը իմ գնահատմամբ մահմեդական քրիստոնեական այդ բաժանումը չէ, խնդիրը աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարն է, որտեղ հայ առաքելական եկեղեցին կարող է խանգարել նաև որոշ քրիստոնեական կազմակերպությունների։ Մեր եկեղեցին բավական ազդեցիկ ներկայացվածություն ունի տարբեր ռեգիոններում, այդ թվում առանցքային Մերձարևելյան ռեգիոնում, այդ ներկայացվածությունը դարավոր է, այդ ներկայացվածությունը միջազգայինորեն ճանաչված է, այդ ներկայացվածությունը ենթադրում է նաև որոշակի իրավունքներ, հետևաբար նաև որոշակի դերակատարում եւ սուբյեկտայնություն այդ կարևորագույն ռեգիոնում։ Իսկ այնտեղ շահեր են, բազմաթիվ շահեր են բախվում, մահմեդական, քրիստոնեական եւ այդ շահերի համատեքստում բնականաբար շատ մեծ շահառուների շրջանակ կա, որ մեր հայ առաքելական եկեղեցին այդտեղ չլինի սուբյեկտ։ Այս խնդիրներն են, որ նաև ձևավորում են այդ ավելի լայն արտաքին քաղաքական մոտիվացիան, իսկ Ադրբեջանը եւ Թուրքիան պարզապես փորձում են նաև տեղավորվել այդ ամեն ինչի շրջանակում եւ քաղել իրենցը։ Ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքաղաքական իմաստով իրենը քաղել, տեղավորվելով այդ process-ների եւ այդ միջազգային մոտիվների համատեքստում, նույն կերպ նաև իրենցը փորձում են քաղել Ադրբեջանը եւ Թուրքիան։ Նրա խոսքով այստեղ էլ բավական մեծ է էմոցիոնալ գնահատականների գայթակղությունը։ Եկեղեցին պետք է սրբազան ինչ-որ պատերազմ հայտարարի իր հանդեպ ոտնձգությունների նկատմամբ, զանգերը ողանջեն, հասարակությունը մոբիլիզացվի։ Ես վստահ չեմ, որ էմոցիոնալ առումով բավական գայթակղիչ հնչող այդ մոտեցումները իրականում կարող են լինել աշխատող, որովհետև իմ խորին համոզմամբ մեր հասարակությունը այդու
այդուհանդերձ բավական բազմաշերտ է, մեր հասարակությունը ինքնին որպես օրգանիզմ ենթակա է բավական հիբրիդային ներգործությունների, այդ թվում նաև արտաքին բավականին զորեղ կենտրոնների կողմից, եւ այս իմաստով ես վստահ չեմ, որ եկեղեցին այդ բաց առճակատման դուրս գալու դեպքում կարող է ունենալ այսպես երաշխավորված հաջողություն եւ հասարակության աներեր մի աջակցություն։ Այն, որ հասարակական աջակցություն կունենա եւ բավական մեծ աջակցություն, այստեղ կասկած չկա, բայց կրկնեմ, երբ խոսք այդպես բաց առճակատման դուրս գալու մասին, այստեղ պատկերը ես կարծում եմ մեղմ ասած չի կարող լինել միարժեք եւ գլխավորը պետք է նկատի ունենալ, ես պատահական չեմ խոսում արտաքին այդ խոշոր ավելի գլոբալ ասպեկտի մասին, պետք է նկատի ունենալ իմ սուբյեկտիվ կարծիքով իհարկե, որ գլխավոր մրցակիցը Նիկոլ Փաշինյանը չէ, գլխավոր մրցակիցը շատ ավելի զորեղ միջավայր է եւ Նիկոլ Փաշինյանը պարզապես ինքը տեղավորվել է եւ իր հարցերն է լուծում այդ միջավայրում եկեղեցու դեմ այս գործողություններով։ Հետեւաբար այդ կարգի հարցերը, որ զգուշավորությունից պետք է անցնել ինչ-որ կոշտ գործողությունների կամ կտրուկ կոչերի եւ այլն, ես ամենայն դեպս դրանց այդպես միարժեք չեմ վերաբերում եւ կարծում եմ խնդիրը եւ մարտահրավերները շատ ավելի բարդ ու բազմաշերտ են եւ գուցե իրենց զգալի մասով այս պահին նույնիսկ չերևացող։